Հա խոսացիր։ Չէ, զանգեցի կես ժամ առաջ չի պատասխանում։ Դե կարող է հարմար չի։ Չգիտեմ, հələ սպասի մի հատ փորձում։ Նելի։ Նելի ջան, զանգում էի, չէի պատասխանում։ Հա, քններես ուղակի հիվանդանոցում են։ Հիվանդանոցում։ Մամայի համար։ Հա։ Նելի խոսա մորս հետ նորմալ է ամեն ինչ։ Գոր դու գիտեր, որ մամաց սրտի հետ կապված լուրջ առողջական խնդիրներ ունի։ Չէ, առաջի անգամ եմ լսում։ Գոր ջան, ցավում եմ, բայց ամեն ինչ շատ լուրջ է։ Մամատ հիմա ռեանիմացիայում է գտնվում։ Փորձում են վիճակը կարգավորեն, որ սրտի վիրահատություն անեն։ Օ, գո, սպասի, ամփերի ուր։ Արա հիմա պետք է ես մորս կողք կլնեմ, հասկանում ես դու։ Արա ախպերս հասկանում եմ, բայց քո գնալը վտանգավոր է, մեզ ման են գալիս, մոռացար։ Ես թքած ունեմ իմ կյանքի վրա։ Դու չես կարա թքած ունենաս, դու չէիր ասում, որ հիմա բոլորս մի նավակի մեջ ենք, ու եթե մեկ այդ նավակը ճոճես, կարող է շուրջը ու խեղդվենք։ Արա ախպերս, հիմա յուրաքանչյուր որոշում ազդում է բոլորիս վրա։ Տեղիքը պետք է իմանան, արի գնանք ու հասկանանք ինչ ենք անում։ Ահա դու ճիշտ ես ասում, արի։ Պաստորն չգիտեիր, որ մաման սրտի խնդիր ունի։ Չէ, չի ասել ինձ, չի ասել, որ չեմ հանգստանում։ Տարեք ես պետք է գնամ մորս տնամ, այդ իմ կյանքի գնով է, նի պետք է անում։ Հա, բայց մեզ արդեն հետախուզում են հայտարարելու ոստիկանությունը հաստատի հիվանդանոցում կլինի, եթե դու հայտնվես գող։ Հա, բեկի մարդիկ էլ ընդեղ կլինեն, հա։ Ու հիվանդասենյակ չես հասնի գոր։ Կհասնեմ։ Արա ախպերս, մենք բոլորս էլ ծնողներ ունենք ու հասկանում ենք հիմա ինչ է զգում։ Բայց եթե քեզ դատեցին կամ ավելի վատ, եթե հայտնվեցիր բեկի մոտ, դրանով մամայի չես օգնելու։ Դա ավետ նույնը չի։ Ես հորիցս հետո իմ մոր թևութի կունքն եմ եղել։ Ու ինձ թվում էր, որ ամեն ինչ իր հունով գնում է, մինչև բերթ ընկնելը։ Ես հիմա գոնե իր կողքը պետք է լինեմ։ Եթե որոշես գնալ, ուրեմն ոչ մենակ։ Այդ ընդհանրապես չի քննարկվում։ Ես իմ պատճառով ձեզ չեմ գցելու կերակը։ Դուք հիմա փորձանքի մեջ եք իմ պատճառով։ Եթե ես մրդոյին սպանած չլինեի, ամեն ինչ ուրիշ կերպ կլիներ։ Ինչ-որ մեկը պետք է հետդ գա, որ ուշադրություն շեղի կամ ճիշտ բային օգնության հասնի։ Ճիշտ է ասում Սական։ Ես գնում եմ գորի հետ։ Բայց ինչի դու։ Մայլի իսկականից ինչի դու։ Կգնանք բոլորով։ Կսպասենք, պետք եղած դեպքում կմիջամտենք։ Չէ, դա արդեն ուրիշ բան է նշանակում։ Մենք մի անգամ թորգոմին չլսեցինք ու տեսանք ինչ եղավ։ Դու գնացիր հիվանդանոց ու հայտնվեցիր ոստիկանության տեսադաշտում, տես չի լինի։ Այս անգամ ուղեղով է պետք մտածել, համո դու կգաս իմ հետ։ Եթե 2 ժամից չգանք, գնացեք տնից։ Ուր ենք գնալու։ Կապ չունի ուր եք գնում, տունը փոխում եք, որովհետև ստեղը տանգավոր է։ Եթե ինչ կզանգեք Զորոյին, Զորոն սարքը կազմակերպի։ Համո գնացինք։